Երևան քաղաքում պատշաճ սանիտարական մաքրություն ապահովելու համար ըստ նորմատիվների կպահանջվի շուրջ 680-ից 700 միավոր հատուկ նշանակության մեքենա մեխանիզմ, ասված է Երևանի զարգացման 2010-2013 թվականների քառամյա ծրագրում, սակայն վերջին օրերին տեղացածությունը մաքրելու համար քաղաքում աշխատել է մոտ 178 մեքենա։ Արդյունքն այսպիսին է։ Քաղաքացիները տարբեր կարծիք ունեն ձյան մաքրման աշխատանքների մասին, շատերը նույնիսկ փորձում են ըմբռնումով մոտենալ։ Բայց այդքան զուն եկավ, ինչ եք ուզում։ Ինչ լուսնից, ինչ տեխնիկա պետք է իջացնեն, ինչ կա դա։ Դե լրիվ չի մաքրված փողոցները։ Ծառուց կա փողոցներում, աշխատանքները արվում են, բայց ոչ լիարժեք էլի։ Լավ են աշխատում, ապրեն իրեն, դատել։ Հենց առաջ Երևանից իրանք մաքրեին, կարգի բերեին, որ այսպես չկուտակվեր, չսարսակալեր։ Ավտոների համար է ճանապարհը մաքուր։ Անցած 10 օրերին մեծացել է Երևանի բժշկական կենտրոններ դիմաց քաղաքացիների թիվը, ինչն ըստ բժիշկների օրինաչափ է։ Վերջին 1-2 շաբաթվա ընթացքում դիմումները ընդունարան կապված սայթակումների հետ փողոցում բավականին շատացել են համեմատաբար մյուս ամիսների։ Կան հիվանդներ, որ պարկում է ստացիոնար, կարիք ունեն լուրջ վիրահատական միջամտության, հիվանդներ, որոնք որ թեթև վնասվածքներ են ստանում, սպասարկում են ամբուլատոր եւ ուղարկում են տուն։ Սայթակել ընկել են, ոտքս աջարդվել։ Բակի սառույցները կես մետրից բարձր են, ոչ ոք տերություն չի անում։ Քաղաքապետարանում փողոցներն ու բակերը մաքրելու մասին հրաժարվեցին խոսել, պատճառաբանելով, որ ձյունը շարունակում է տեղալ եւ իրենք հարցազրույցի համար ժամանակ չունեն։ Սարգիս Խանդանյան, Աննա Փափազյան, Civilnet